Դոնորական արյուն նվիրելու մշակույթը մարզում տարածելու նպատակով Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի աշխատակիցներն այս անգամ Կապանի բժշկական կենտրոնում էին։ Օրվա դոնորները բուժ աշխատողներն էին, ովքեր մեծ սիրով և պատրաստակամությամբ էին միացել նախաձեռնությանը։ Շատ մեծ սիրով միացել եմ այս նախաձեռնությանը, քանի որ հնարավոր է փրկել ինչ-որ մեկի կյանքը։ Ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, աշխատում եմ Կապանի բժշկական կենտրոնում արդեն 4 տարի, սա առաջին անգամն է, որ մասնակցում եմ։ Ես գտնում եմ, որ չեմ գտնում, վստահ եմ, արյունը կյանքեր է փրկում ու եթե ոչ մենք բժիշկներս պետք է խոսենք դրա մասին, բարձրաձայնենք ու օրինակ ծառայենք։ Կապանի բժշկական կենտրոնն առաջին անգամ է միացել անհատույց արյունատվության ակցիային։ Կառույցի ղեկավարը նշում է, արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն։ Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ այդ հարցում կկարողանան առավել ապահով զգալ։ Կապանի բժշկական կենտրոնում առաջին անգամ է կազմակերպվել անվարձահատույց դոնորությունը եւ ասեմ բավականին մեծ քանակ ունենք պատրաստակամություն հայտնողների։ Ինչի է շատ կարևոր դոնորությունը, արյան դոնորությունը, քանի որ արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք առաջանում է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում եւ միակ աղբյուրը դա արյան դոնորների միջոցով ունենալ արսենալ եւ դժվար իրավիճակներում, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում օգնել բուժառուներին։ Դոնորական արյուն հավաքելու նպատակով Գորիսի բաժանմունքի աշխատակիցները գրեթե ամեն ամիս այցելում են մարզի քաղաքներ։ 2025-ի ընթացքում միայն Սյունիքում 415 պարկ դոնորական արյուն են վերցրել, որի կեսը արտագնա պայմաններում։ Արթուր Առաքելյանի խոսքով այս թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է։ Ուրախալի է, որ Կապանի բժշկական կենտրոնը նույնպես միացել է հանրապետությունում անհատույց դոնորական արյան ակցիաներին եւ մենք կարծում ենք, որ բազմաթիվ կազմակերպություններ առաջիկայում այս փորձը Կապան քաղաքում կընդօրինակեն եւ մենք դոնորական արյան այլևս այսպես պակաս չենք ունենա, քանի որ դա քաղաքացիների առողջության համար անփոխարինելի միջոց է։ Ելնելով այն հանգամանքից, որ արյան պաշարների շատ մեծ պահանջարկ կա հանրապետությունում եւ մարզում չօգտագործվող պաշարները մենք փոխանակում ենք Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի հետ, որպեսզի ժամկետանց արյան բաղադրամասերի խոտանում չունենանք։ Եթե հակացություններ չկան, ապա արյան դոնոր լինելը չափազանց կարևոր է հատկապես Սյունիքում, որտեղ քիչ հանձնում, բայց շատ օգտագործում են, նշում է Յոլյան կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի ղեկավարը։ 50% մոտ երկրորդ խումբ ռեզուսի դոնորական արյան պահանջարկ կա, 30%-ը առաջին խումբ ռեզուսի պատկանելիության դոնորական արյան պահանջարկ, իսկ ամենասակավը, որ լինում է 4-րդ բացասական արյան պահանջարկն է եւ 3-րդ բացասական արյան պահանջարկը։ Մարզում մշտապես արյան պաշարների համալրման կարիք կա։ Սյունիքում այս մշակույթը վաղուց է ձևավորվել։ Տարածաշրջանի խոշորագույն ընկերություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միակն է, որ 5-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» նախաձեռնությանը, որի շրջանակում 3 տարվա ընթացքում անվճար ակցիաներ են կազմակերպվել Քաջարանում եւ կոմբինատի Ազդակիր Արծվանիկ բնակավայրում։ Ներկաների խոսքով մարդասիրական նպատակներից բացի այս ամենը նաև հայրենանվեր նշանակություն ունի։